Ողջույն բոլորին։ Եկեք խոսենք մի իրավիճակից, որը վստահ եմ շատերիս է ծանոթ։ Համակարգիչը սկսում է խափանվել, ու դու ուզում ես ուղղակի ամեն ինչ 0-ից սկսել։ Կամ էլ գուցե պարզապես ուզում ես թարմացնել Windows 11-ի նոր տարբերակը։ Դե հենց այս դեպքերում էլ քեզ պետք է գալու բեռնվող կրիչ կամ, ինչպես շատերն են ասում, բութ անող ֆլեշկա։ Ուրեմն այսօր մենք կնայենք դա ստեղծելու երկու շատ տարբեր ճանապարհ։ Մեկը Microsoft-ի պաշտոնական ստանդարտ տարբերակն է, իսկ մյուսը մի շատ ավելի հզոր ու ճկուն այլընտրանք, որը, հավատացեք, կարող է լրիվ փոխել ձեր պատկերացումները։ Լավ, եկեք արագ նայենք, թե ինչով ենք այսօր զբաղվելու։ Սկզբից կհասկանանք ինչ բան է այս բեռնվող կրիչը, հետո կխորանանք Microsoft-ի պաշտոնական մեթոդի մեջ, կբացահայտենք Ventoy-ը, կդնենք իրար կողքի, կհամեմատենք ու վերջում իհարկե կօգնենք ձեզ կողմնորոշվել, որն ընտրել։ Դա ինչ, գրացինք։ Եկեք սկսենք հենց հիմքերից, որպեսզի հասկանանք, թե ինչպես ինչ-որ բան ստեղծել, նախ պետք է հասկանանք, թե դա ինչ է, չէ՞։ Ուրեմն ինչ է իրենից ներկայացնում բեռնվող կրիչը եւ ինչու է այն կարելի է ասել առաջին անհրաժեշտության գործիք ցանկացած համակարգչից օգտվողի համար։ Պատկերացրեք, թե ձեր համակարգիչը մի տուն է, ու սովորաբար դուք ներս եք մտնում հիմնական դռնով, այսինքն այն միանում է իր կորս սկավառակից։ Դե բեռնվող կրիչը նման է պահեստային բանալու, որը թույլ է տալիս մտնել տուն ոչ թե սովորական ճանապարհով, այլ հենց USB-ի միջոցով։ Ու սա մեզ տալիս է սուպեր հնարավորություն տեղադրել ամբողջովին նոր մաքուր Windows կամ վերականգնել համակարգը, եթե ինչ-որ բան այնպես չի գնում։ Լավ, հիմա որ հասկացանք, թե ինչ է դա, եկեք տեսնենք, թե ինչպես ենք այն ստեղծելու։ Առաջինը Microsoft-ի պաշտոնական ճանապարհն է։ Սա, այսպես ասած, ամենաուղիղ ու ամենատարածված տարբերակն է, որը մեզ առաջարկում է հենց Windows-ը ստեղծող ընկերությունը։ Շատերը հենց սա էլ օգտագործում են, որովհետև անկեղծ ասած շատ պարզ է։ Բայց մինչև կսկսենք, մի քանի պարզ բան պետք է պատրաստենք։ Նախ իհարկե կայուն ինտերնետ կապ։ Հետո մի USB կրիչ, որը գոնե 8 GB տարողություն ունի։ Ու ամենակարևորը, ուշադիր եղեք այդ USB վրա ինչ ինֆորմացիա էլ լինի, ամբողջությամբ ջնջվելու է։ Այնպես որ համոզվեք, որ դրա մեջ կարևոր բան չկա։ Իսկ process-ն ինքնին իրոք շատ հեշտ է։ Ըստ էության, դուք մտնում եք Windows 11-ի պաշտոնական edge, քաշում եք իրենց հատուկ գործիքը, Media Creation Tool-ը, միացնում եք ու վերջ, պարզապես հետևում եք էկրանի վրայի քայլերին։ Ծրագիրն ամեն ինչ ինքնուրույն անում է ու մի քանի րոպեից ձեր սովորական ֆլեշկան դառնում է Windows 11 տեղադրելու համար պատրաստի գործիք։ Լավ, Microsoft-ի տարբերակը հասկանալի է, պարզ ու կոնկրետ, բայց ինչ եթե դուք ուզում եք ավելին, ինչ եթե ձեզ պետք է մի գործիք, որը մենակ մի բանի համար չի։ Հենց այստեղ էլ բեմ է դուրս գալիս մեր երկրորդ հերոսը, Ventoy-ը։ Սա մի բաց կոդով հեղափոխական ծրագիր է, որը տեխնիկայի սիրահարների ու մասնագետների համար ուղղակի գանձ է։ Ու հիմա տեսեք, թե ինչով է Ventoy-ն այդքան խելահան անում։ Այն ուղղակի փոխում է խաղի բոլոր կանոնները։ Հիշում եք, որ ասում էի Microsoft-ի գործիքը ամեն անգամ ֆորմատ է անում ֆլեշկան։ Դե մոռացեք դրա մասին։ Ventoy-ի հետ դու կարող եք մի ֆլեշկայի վրա ունենալ մի քանի օպերացիոն համակարգ։ Windows 10-ը, Windows 11-ը, Linux, ինչ ուզեք։ Ու դեռ մի բան էլ ավել։ Ձեր ֆլեշկայի մնացած տեղը կարող եք օգտագործել ձեր անձնական ֆայլերի համար։ Հասկանում եք, եւ բեռնվող կրիչը, եւ սովորական ֆլեշկա։ Եվ որպեսզի պատկերացնեք դրա մասշտաբը 1300-ից ավել, սա այն ISO ֆայլերի քանակն է, որ Ventoy-ն աջակցում է, իսկ ISO ֆայլերն, եթե պարզ ասենք, հենց օպերացիոն համակարգերի ֆայլերն են։ Այսինքն, պատկերացրեք, մի ֆլեշկայի վրա կարող եք ունենալ Windows-ի տարբեր տարբերակներ, Linux-ի տասնյակ տեսակներ, վերանորոգման գործիքներ, Chrome OS, ցանկը շատ երկար է։ Կարող եք մտածել, հաստատ սա ստեղծելը շատ բարդ կլինի, բայց ոչ։ Տեղադրումը շատ պարզ է։ Դուք ընդամենը մեկ անգամ եք Ventoy-ն գրում ֆլեշկայի վրա ու վերջ։ Դրանից հետո ամեն անգամ, երբ նոր օպերացիոն համակարգ եք ուզում ավելացնել, ուղղակի քաշում գցում եք ISO ֆայլը ֆլեշկայի մեջ, ոնց որ սովորական ֆայլ լինի։ Այլևս ֆորմատ անելու կարիք չկա։ Մի փոքրիկ խորհուրդ էլ տամ, երբեմն լինում է, որ հագավիրուսային ծրագիրը կամ Windows-ի անվտանգության համակարգը խանգարում է Ventoy-ի տեղադրմանը։ Եթե այդպիսի խնդրի հանդիպեք, մի անհանգստացեք, կա պահեստային տարբերակ, կարող եք օգտագործել Ventoy-ի Live CD-ն, որը շրջանցում է այդ սահմանափակումները։ Դե ինչ, մենք արդեն ծանոթացանք երկու մեթոդներին էլ։ Հիմա եկել է ամենահետաքրքիր պահը։ Եկեք դրանք դնենք կողք կողքի ու հասկանանք, որն է լավ, որն է վատ, եւ ամենակարևորը, որ իրավիճակում որն է պետք։
Այս աղյուսակը կարծում եմ ամեն ինչ շատ պարզ ցույց է տալիս։ Microsoft-ի գործիքը ձեզ տալիս է մեկ ֆլեշկա, մեկ օպերացիոն համակարգի համար։ Վերջ։ Ventoy-ը մյուս կողմից ձեզ տալիս է մեկ ֆլեշկա տասնյակ օպերացիոն համակարգերի համար։ Microsoft-ի դեպքում ֆլեշկան դառնում է միայն տեղադրման գործիք, իսկ Ventoy-ի դեպքում շարունակում է մնալ նաև ձեր անձնական ֆայլերի պահոց։ Հիմնական փիլիսոփայական տարբերությունն էլ հենց սա է։ Մեկը ստեղծված է մի կոնկրետ գործ անելու համար, մյուսը առավելագույն ճկունության։ Ուրեմն հասանք վերջնական հարցին։ Իրականում հարցը նրանում չէ, թե այս երկու գործիքներից որն է օբյեկտիվորեն ավելի լավը։ Հարցն այն է, թե դրանցից որն է ավելի լավը հենց քո պահանջների համար։ Եկեք այսպես պատկերացնենք. Microsoft-ի գործիքը նման է ձեր տան դռան բանալուն։ Այն նախատեսված են միայն մեկ կողպեքի համար, բայց իր գործն անում է անթերի ու հուսալի։ Իսկ Ventoy-ը շվեյցարական բազմաֆունկցիոնալ դանակ է։ Այն ունի ամեն ինչ՝ դանակ, մկրատ, խցանահան, պատրաստ է ցանկացած նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակի։ Այնպես որ ընտրությունը մնում է ձեզ։ Ինչ եք փնտրում դուք։ Մի պարզ հուսալի գործիք, որը մեկ անգամ պետք կգա Windows տեղադրելու համար, թե մի ունիվերսալ, հզոր օգնական, որը միշտ ձեռքիդ է կլինի տարբեր փորձարկումների ու իրավիճակների համար։ Խորեք, թե որն է ձեզ ավելի հարմար ու համալրեք ձեր թվային գործիքների հավաքածուն։